Պարոն Աղազարյան, ինչ կասեք, արդյոք ընդունում եք այս մակարդակները երկու դպրակով կարգավորքի հետ կապված։ Իհարկե որ։ Պարոն Աղազարյան, հատորեն ասեն, որ այլ գործերից է բացվել այս գործը, դուք Այլ գործերից երկու հատ շատ ծանր հանցագործ ամեղության կախավարկած չխախտենք, երկու հատ ծանր մեղադրակներով գործերից են, երկու իրար հետ խոսացել են մի դեպքում, իմ փոխարեն պայմանավորվել են, իմ փոխարեն որոշել են, այնտեղ իհարկե, երբ որ ես տանձնացանյութերին, բազվես որ ուրիշ բաներ տեղի ունեցել, դե կասում եմ ելույթում։ Ժամանակ չեք ժխտել, որ գումար եք վերցրել, հարցը չափսն։ Ես Արամ Մկրտչյանը իմ սանիկն է 47-48 տարեկանում ամուսնացավ, ես դառնա իր հարսանիքի քավորը եւ երբ որ տուն էի վերցրել հիպոթեկով վերանորոգման համար ինքը դե մեր ընտանիքներով շփվում էինք տեսա որ որոշակի դժվարություններ ունեմ տարբեր չափերով $8,000 ինձ պարտքով փող ա տվել որը փաստացղծավորված ես վերադարձրել եմ իրան եւ եթե չի ասեմ $23,000 պարտք եք պարոն Աղազարյան ոչ մի բան չեք կարող, իրավական հետևանք չեք կարող անցնել։ Ձեզ ամեն դեպքում դրանում չեն նեղադրում, ասում են հեռախոսում բանը հայտնաբերվել, որ Արամ Մկրտչյանը գրել է Հայկ Նազարյանին, որ Աղազարյան Հովիկին փող եմ տվել $23,000 իբրև թե եւ ինքը չի արել այդ գործը, փողը հետ չի տալիս։ Արամ Մկրտչյանը մի քանի 5 տարի դատապարտված եղել, պարզվեց, հիմա իր վրա դատա գնում, բայց ինքը փախուստի մեջ է, մարդկանց խաբել է, բաներ է, մի քանի օգու ես փրկել եմ փաստորեն իր հետ ծանոթանալով։ ժամանակ եք քավորը դարել, Հա հետո դարան քավոր հետո նոր իմացանք, որովհետեւ արդեն շփում էին ժամանակ։ Այո, դա այլ քրեական գործով է։ Այդ բանը վարորդական իրավունքների հետ կապված հայտնի գործ է դա, մոտ կարծեմ 50-60 քաղաքացու անօրինական վարորդական իրավունքներ են տրամադրել եւ այդ գործով հակագործություն կոմիտեն լսել է այդ մարդկանց հեռախոսած դուրս եւ այդպես փորձվել է որ իմանալու տվել են։ Պարոն Աղազարյան, Ես պիտի գնամ ներս, տեղեկություն կա, որ SMS են ուղարկել բոլոր պատգամավորներին, որպեսզի քվեարկությամբ նկարեն կողմձայնը եւ ձեր այսքան անձեռմխելիություն զրկել ունեք այդպիսի ձեր գործը։ Ես չեմ շփվում։ Բացառիկ որ այդպիսի բան լինի։ Ես չեմ կարող մեկնաբանել։ Արդյոք արդար կլինի ձեր նկատմամբ դուք հավատում եք։ Ես կարող պաշտպանվեմ։ Ես կարող անարդարացիա ճշումները, բայց կարող եմ պաշտպանվել։ Իհարկե։ Բանը ասեմ բացառ։ Ես կասեմ, իմ խոսում կասեմ։ Ցելանելու եք։ Բացահայտումներ ասեմ, հիմա ես կասեմ, ինչ որ ես բան եմ գտնում, չգիտեմ դա ինչ ձևով է բացահայտում, ինչ ձևով բացահայտում չի։ Ես էլ չգիտեմ, բայց որ բանը ասել եմ որոշակի բաներ, որովհետև այս ամեն ինչը օթից չընկավ։ Ինչ որ հիմք կա, չէ, ինչ որ պատճառ կա, չէ որ ես հայտնվել եմ այս վիճակում։ Դե կասեմ։ Նիկոլ Փաշինյանի մերժելն է պատճառը։ Դա առաջին պատճառը դա։ Բայց ձեր նմաներին ով պաշտպանի, բա որ ես չպաշտպանեմ, եթե պատգամավոր չկարողացի պաշտպանեմ, բա դուք ոնց եք պաշտպանվելու վաղացիը։ Ես ժողովրդի ծառան եմ, եւ պարտավոր եմ ինքս ինձ պաշտպանել, որպեսզի պաշտպանության նաև պաշտպանեմ ուրիշներին։